Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում է Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք ռեժիսոր Հրանտ Վարդանյանի հետ։ Ողջունում եմ պարոն Վարդանյան։ Հարգանքներ, շնորհակալություն հրավերի համար, առաջի անգամ եմ ձեզ տաղավարում եւ շատ հաճելի է կուզեմ, որ ձեր տաղավարից միշտ պոզիտիվ վերլուծական հաղորդումներ լսեմ։ Այսինքն պոզիտիվ դա չի նշանակում մինուսից չխոսելը։ Վերլուծությունը պիտի բերի ինչ որ հանգրվանի, հա, կամ չբերի, բայց այդ ճանապարհը լինի հիմնականում թող լինի դրական։ Այդ իմ ցանկությունս է։ Բարի, հենց գուցե եւ առաջին հարցի պատասխանում հենց կերևա այն, ինչի մասին դուք հիմա խոսեցիք։ Առաջին հարցս հետեւյալն է։ Ձեր հարցազրույցներից մեկում դուք ասացիք հետեւյալը. մեր կորուստները մեր մեղքից են եղել։ Մենք ենք մեղավոր։ Միշտ։ Մեր կորուստների մեջ։ Հիմա մենք խոսում ենք ինչպես է եղել, որ մենք մեղավոր ենք, ինչու՞մն ենք եղել մեղավոր, եւ ամենակարևորը այդ պոզիտիվ մասն է։ Ինչպես անենք, որ կանգնեցնենք այդ process-ը, ինչպես անենք, որ դա չլինի օրինաչափություն, խախտենք այդ օրինաչափությունը։ Եթե տենց ամբողջական ասեմ, թե ինչից է, որ մենք չենք կարողանում շատ անգամ մենք շատ ենք խոսում դրա մասին, որ մենք չենք կարողանում հավաքվենք, ես չեմ հավատում դրան, մենք շատ լավ է կարողանում ենք հավաք լինել, երբ որ ծայրահեղ է վիճակը։ Իսկ ինչի է այդպես, որովհետև ես կարծում եմ մեր մտածողության եւ աշխարհայացի մեջ մի քանի կայսրությունների հետ կա։ Երբ որ մենք կորցրել ենք մեր ինքնիշխանությունը, այսինքն պետություն ենք կորցրել, թագավորություն ենք կորցրել, մենք անդադ գտնվում ենք տարբեր կայսրությունների փիլիսոփայության, արժեհամակարգային ինչ-որ բանի մեջ։ Եվ դա է նաև պատճառը, որ մեր ազգի մեջ այդ բոլորի ազդեցությունը կա։ Ռուսական, թուրքական, պարսկական, վերջի ժամանակաշրջանի ասեմ, չգնամ հասնեմ հռոմեական, եւ դա դրսևորվում է նաեւ այսօր մեր մտածելակերպի, մեր առաջադիմության, չգիտեմ, աշխարհայացի նույն, փիլիսոփայության մեջ սա այսօր երևում է եւ դրա համար շատ անգամ իրար չենք լսում, որովհետեւ դրանք տարբեր են, տարբեր մշակութային շերտերով ձևավորված են, այդ տարբեր կայսրության ազդեցությունը, բյուզանդական, ռուսական, չգիտեմ, պարսկական, հետո թուրքական, սրանք եւ ես դա նկատում եմ մեր մեջ, բոլորիս մեջ այդ խառնվածությունը կա, մտածողության խառնվածությունը կա։ Բայց սա նաեւ իր հերթին մեծ հարստություն է։ Եթե մենք կարողանում ենք դա ճիշտ օգտագործել, այսինքն օգտագործել լավագույն բաները, որոնք որ կարող են մեր վրա ազդած լինեն, բայց դրա համար այսօրպես պետք է առաջի հերթին ինչ ունենալ, առաջին հերթին պետք է պետական մտածողություն ձևավորվի, այն ինչ որ մենք կորցրել ենք։ Ինչպեսին կձևավորվի, դա այսօրվանից է կախված։ Դա կախված է մեր վերաբերմունքից, մենք ինքներս մեզ, մենք ինչ պետություն ենք ուզում ստեղծենք, ինչպեսին է պատկերը մեր, այսինքն մենք չի կարելի հասկանում եք պետության երազանքը ունենալ ու մենակ այսօրվա օրով ապրել, որովհետև պետություն դա նշանակում է մենք վաղվա օրվա մասին մտածենք, մենք այդ ուր ենք գնում, ինչ ենք ծրագրում, չէ որ եթե մենք տուն ենք կառուցում, մի փոս են փորում, որ գաք այդտեղ հարցնեք, ասեք, «Էս ինչ փոս է փորում, ինչ եք կառուցում»։ Կարող են ասեն, խանութ ենք հիմնադրում, եսի մեծ բնակելի շենք, այ մենք այդ ինչ պետություն, այդ ինչ շենք, այդ փոսի մեջ չեղած տեղը, երբ որ մենք պետություն չունենք, այդ չեղած տեղը ինչպիսի շենք ենք ուզում կառուցենք։ Սրա մոդելը այսօր նոր հազիվ անկեղծ ասեմ, որ սկսում է այդ եփը գալ եւ ձևավորվել։ Անկամ ինձ կարող եմ թույլ տալ մի բան ասեմ, էլի, բաժանված լինի ոնց որ այսօրվա հասարակությունը երկու մասերի, կոնսերվատիվ մասը եւ ժողովրդավար մասը,
դա նորմալ եմ համարում, եթե կոնսերվատիվ մասը լիներ նույնպես հայկական, բայց այնպես է դասավորը, որ այդ կոնսերվատիվ մասը, չգիտես ինչի կայսերական է, ռուսական է։ Եվ դա մեծ պրոբլեմ է։ Այսինքն մենք մեզնով չենք կարողանում մնալ, էլի, այդ կոնսերվատորները, ես կուզեի, որ այնպեսի մարդիկ լինեին, որոնք ոչ թե ուղղորդված են, ուղղորդվում են, ուղղորդվել են, դաստիարակվել են այդ կայսերական մտածելակերպի տակ, այսինքն ծառայելու, միշտ ինչ որ կքած լինելու մեջ, որը պատմությունը ինձ ցույց է տալիս, որ դա այդպես է եղել, այլ ինքնուրույն են, ավտոնոմ են, ինքնիշխան են ուզում ապրեն մտածեն։ Այդ կոնսերվատիվները դա նորմալ կլիներ, եթե պարլամենտում մենք ունենայինք երկու, այսինքն ոնց որ Ամերիկայի մոդելն է, բայց տարբեր եվրոպացիները ավելի բազմազան են մտածում, հա, հիմա մենք ինչն ենք ընտրում, մենք ինչ ուղղություններն են, որ այդ իրար հետ բախվելը չի նշանակում, որ անդադ իրար միս ուտել, հա, բախվել է նշանակում մտքերի բախում, նախ ինչ ծրագրեր եք ներկայացնում, պարլամենտում այսօր ավելի շատ թուքումուր իրար տալու ժամանակ անցնում, են էլ ինչ որ պետական ապարատը անում է, իզորու է անել կատարել, ոնց որ խանգար, դա լավ չի աշխատի այդ ժամանակ, երբ որ չկան առողջ միտք, առողջ պայքար, առողջ ծրագրեր, առողջ մտածողություն, վաղվա օրվա մասին, այսինքն այստեղ մենք մեղավոր ենք, խոսք գալիս եմ հարցին, և բոլոր մեր հետ տեղի ունեցած մոտավորապես մի 300-400 տարվա կատակլիզմերը, որոնց պետք չունեմ թվարկելու, մեր մեղքով այդ չկարողանալու ձևավորը, մենք ոչ թե չենք կարողացել պետություն, մենք չենք ուզել, միասնական պետություն կառուցել, այսօր էլ ես լսում եմ, որ շատերի մոտ այդ ալերգիա է առաջացնում, այսինքն նոնսենս է իրանց համար, որ չեն պատկերացնում և ինչ-որ տեղել անգամ քմծիծաղով են վերաբերվում, ինչա նշանակում բան, մենք ինքնուրույն պետություն, այդ ինչ եք խոսում, ասում եմ լսեք, աշխարհը բոլորը իրար միացած են, ոչ մեկը աբսոլյուտ ինքնուրույն չի, բայց ես ուզում եմ այդ աշխարհի մասը կազմեմ որպես պետություն, որովհետև ու միամիտը չեմ, որ մտածում եմ, թե աշխարհը արդար է, ավելի լավ է, ոչ, ես առաջ երթին ազատ լինեմ իմ որոշումների մեջ եւ կիսեմ աշխարհի հետ այն դժվարությունները, որոնք աշխարհը ունի այսօր, այդպես չի, որ աշխարհում շատ տարբեր են մարդիկ եւ շատ տարբեր մտածողության են նաեւ դրանց կառավարությունները, պետական ստրուկտուրաները լավ բաներ ունենք սովորելու, մենք իրավունք չունենք չսովորելու, լավ բաները վերցնենք, այն ադապտացնենք, այն ինչ որ մեզա, ոնց ասեմ, մեզա հարմար, հիմա այս շորը կարվում է, չգիտեմ որտեղ, Չինաստանում, ու այդպեսի շոր շատ կա, երբ որ մենք գնում ենք մի բան ընտրելու, մենք ընտրում ենք մեր ուզածը, չէ, այդ մեր ուզելիքը որն է, այսօր դա ձևավորման խնդիր ունենք եւ առանց արդեն սեթևետությունների ժամանակը անցել է, այդ ձև թափելու ժամանակը անցել է, այսօր եկել ենք մենք հասել ենք մի տեղ, որտեղ մենք պիտի ազգը, ժողովուրդը որոշի ինչ է ինքը ուզում։ Եվ այդ որոշումը իմ համար օրենք է, դա ժողովրդավարությունն է։ Մեծամասնությունը որոշում է այսպես, ուրեմն դա է, ուզենք թե չուզենք, մենք կարող ենք պայքարել, դրա դեմ խոսել, ինչ որ եթե հայացքները չի բռնում, բայց ի վերջո ժողովրդավարության իմաստը հենց դրանումն է, մենք միշտ ենք ժողովրդավար մեր էությամբ, հայերս, մենք մոռացել ենք թե որտեղ ժողովրդավարության հիմքերում մխիթար գորշ նայեք, հա, ինչ է խոսում, օրենքի եւ կոնստիտուցիայի հիմքերը, այդ ժողովրդավարության, հա, մենք վաղուց գիտենք, մեզ որ ասում են ինչ Եվրոպա, ասում եմ լսեք, այդ Եվրոպայի հիմքերում ենք, եթե Եվրոպան իմ համար Հռոմն ու Հունաստանն է, հա, դեմոկրատիայի հիմքը, բա մենք ուր էինք, մենք այդ նույն ժամանակվա ժողովուրդ ենք ու անհնարին էր, մենք ստրկություն էլ չենք ընդունել, չենք ընդունել, որովհետև մենք համարել ենք, որ մարդուն ոնց կարող է վերաբերվի այտենց ցածր, այսինքն ցածրացնել, նսեմացնել մարդուն,
մենք այդ չունենք, ես շատ լավ եմ մեզ նայում ավելի եւ մանրակրկիտ ու հասկանում եմ, որ շատ հետաքրքիր բաներ ունենք մենք պահպանված, դրա վրա է պետք հիմնվել, աղբը բերում ենք, սարքում ենք մերը, ամոթը։ Դա երկրորդ հարցով կգնանք, ուրեմն փորձեմ իմի բերել, ստացվում է այսպես, մենք երկար տարիներ գաղութ ենք եղել, շատ երկար, չէ, այդ խորհրդային միությունը վերցնենք, թեկուս, այս վերջի շրջանն ենք վերցնում, պետություն գաղութ, որպես պետություն գաղութ ենք ձևավորված 20-ական թվականների այդ պետությունը գաղութացվեց, այդ կարճ ժամանակ 2 տարի հատված ժողովրդի դեռ կարճած է, դեռ չի կարողանում ազատվել, դա սինդրոմ է կոչվում, հիշում եք, բանտից ազատվածները, Ստոկհոլմյան սինդրոմ է, բանտից ազատվածները դժվար են պատկերացնում ոնց են։ Շատերը այդպես է լինում, գիտեք, մարդը ամբողջ կյանքը նստած է եղել, մի խոսքով գիտենք, այո, դա գիտենք, որ այդպես է, ռազմի դաշտին սովորած, կռվից վերադարձած մարդիկ դժվար են էլի նորից ընտելանում, այսինքն գաղութային այս տրամաբանությունը հոգեբանական մտել է։ Մյուս կողմից դուք ինքներդ նոր ասացիք, մենք ժողովրդավարությունը մեր մեջ դրված է, ոչ թե մենք այդպես ենք ուզում կամ ձգտում ենք լինել ժողովրդավար, այլ մենք ժողովրդավար պետություն ենք, մենք ազատատենչ ժողովուրդ ենք։ Եվ այստեղ ազատատենչությունը եւ գաղութային մտածելակերպից, սինդրոմից չկարողանալ ազատվելը բերում է հակասության։ Սա ընդունենք, դնենք մի կողմ եւ հիմա նայենք երկրորդ, դուք սա ձեր ասացի հիման վրա եմ փորձում այսպես հավաքել հատվածներից մեկ ընդհանուրը։ Դուք ասեցիք տարբեր ենք մենք շատ եւ դա մեր հարստությունն է մենք, բայց դրա հետ մեկտեղ մտածելու խառնաշփոթել կա մեզ մոտ։ Ճիշտ է։ Իհարկե։ Դա բնականաբար այդպես է պիտի լիներ։ Այո։ Սա մյուս հատվածն է, դա հաշվի առնելով հայ ժողովրդի այդ կարողությունը կամ այդ առանձնահատկությունը հաշվի առնելով օգտագործել են դա մեր դեմ նրանով, որ տարբեր թիրախներ են նախանշել եւ տարբեր այս տեսեք մենք այս երկու հատվածը բերեցին գաղութային մտածելակերպը եւ ազատատենչությունը եւ այդ տեսակները մտածելակերպի որոնք սերնդերսերունդ անցել ասենք բյուզանդական, պարսկական, թուրքական եւ ռուսական, հազար ու մի թիրախ են նախշել, որպեսի մարդիկ ձգտեն դեպի այդ թիրախները եւ լինի այդ թիրախների բախում։ Այսինքն նա որ պատվիրում է այն ուժերը, որոնք պատվիրում են այդ բախումները, դրանք շատ լավ հասկանում են, որտեղ ինստիտուտներ աշխատում, այտենց մենք միամիտ ինչ որ ապուշ խոսք են եղբայրություն, եսին բարեկամություն, sense բաներ ենք խոսում միջպետական հարաբերությունների մեջ, լսեք, այտենց բան գոյություն չունի, կամ այդ լացակումած կոկորդիլոսի բան թափող, երբ որ պետք չի, երբ որ պետք է իրական, այդ սոլիդարնեսը ցույց տալ մի երկրի, օրինակ աշխարհի շատ տենց երկրներ կան, պետություններ կան, որոնք ջենտլմենական մոտեցումներն եղել, եթե կնքել են այդ պայմանագիրը, պահել են կամ վերաբերում բայց երկրի շահից ելնող։ Իրանց երկրի շահից ելնող։ Ոչ թե այդ ձեր ասած, ինչ որ հուզական։ Ոչ, բայց երբ որ գործնական դա գործնական այդ վերաբերմունքը պետությունը պետության դեմ, պետությունը պետության հետ, դա գործնական ակտ է, որոնք պայմանագիր են կնքում, որ մենք ձեզ ծորենն ենք տալու, պրիմիտիվացնեմ, էլի, դուք մեզ տալուս եք քարն ու ձեր ինչ-որ քարափը, հա, կամ մենք գիտություն ենք ձեզ տալիս, դուք մեզ ոնց որ եղել է միշտ, առևտուր, այսինքն տարել են առևտուր են արել ընդհուպ միջև ամենապրիմիտիվ աստիճան, մորթին բերել են, փոխել են ծորենի հետ եւ այլն, հա։ Սա հիմա մասշտաբները եթե մեծացնում ենք, այսօրվա բան շատ բան չի փոխվել։ Այսինքն մենք այսօր մեր բախտը մի բանում է բերել, որ հարյուրամյակներ մենք վերջին հարյուրամյակները մենք անդադ բսկտված եւ 20-րդ դարի սկիզբն էր, որ
աշխարհի այդ համաշխարհային պատերազմների բանի մեջ, այդ անցուդարձի մեջ մեզ հաջողվեց պետություն հիմնել, հա, առաջին մեր հանրապետությունը։ Դա մեր բախտը բերեց եւ մենք դա ունեցանք։ Հետո իհարկե դա վերածվեց այլ բանի, որտեվ 11-րդ Կարմիր բանակը մտավ եւ մենք չհասցրեցինք անգամ ոտքի կանգնել կամ ինքնուրույն ինչ որ, հա, եւ աշխարհը խառն էր եւ տարբեր այդեղ հիմա էլի չծավալվեց առաջին հանրապետության։ Էլի ծավալվեմ թե ոնց է, հա, լավ, սա ճանապարհ է։ Սա մենք ճանապարհը անցնում ենք մեր դժբախտություններով, մեր արհավիրքներով եւ այլն, այս հասկանալի է, բայց մենք այսօր սերունդ ունենք, մենք վաղվա օրվա մասին մտածել ու կարիք ունենք եւ վաղվա օրը դա ոչ թե, ասեք, բնության մեջ դիեզերքի մեջ չկա հետ գնալ էլի, կամ միայն առաջ գնալ, փոխվել, վերափոխվել եւ մի ուրիշ բան եմ ասում, որ պետությունը պետության ցանկությունը կառուցելու դա երիտասարդինը պետք է լինի, երիտասարդինը, որը որ ամբիցիաներ ունի, ապագայի համար իր երազանքներ ունի եւ ուզում է իրականություն դարձնել։ Տարիքով ավելի մեծերը պետք է միշտ օգնեն իրենց երիտասարդներին։ Ես սա ընտանիքի վրա եմ, ասենք, թե բերում եւ պետությունն էլ նույնն է։ Ժողովուրդի երիտասարդ ամենամիջին տարիքն է, որ պետության ոնց որ պահողը դրանք են տուրքերը մուծում, հա, դրանք են թոշակառուների համար միջավայր ստեղծում, երկիրը էկոնոմիկայա զարգացնում, այդ աշխատող մատորը, դա պիտի որոշիչ ձայնը իրանն է, եւ դա ես միշտ օրինակ կինոարվեստում մտածում եմ, ինչի մենք ֆանտաստ գրողներ քիչ ունենք։ Չենք երազում, հա։ Չէ, որովհետև միշտ կոտրված մարդը, քարանձավային փակված մարդը, կոնսերվացված մարդու թևերը ընկած են եւ դա թռնելու, մտածելու, երազելու ունակությունը կորում է, որովհետև կա օրվա հացի, վախի, սարսափի, ինչ որ այլ բաներ, ինքը ազատ մարդն է փիլիսոփայում, ինչի մենք այդպես խոշոր փիլիսոփաներ չունենք, որովհետև մարդը բանտարկված վիճակում, մարդը անընդհատ կաշկանդված լինելով, ինքը չի կարողանում ազատ մտածել։ Իսկ ինչի մեջ է բանտարկված։ Ամեն ինչը բանտարկության մեջ է, իր վախը, ինչքան են վախացնում, հələ տեսեք, մեկը մյուսին վախացնում է։ Մեր օրերում իրար դրած երիտասարդներին վախացնում են, բոբոներ են ցույց տալ, փոխանակ երիտասարդներին թեվտիկուն կլինեն, ասեն առաջ գնաց, մի վախեցեք ոչ մի բանից, որովհետև այդ նզովյալ են դրանք իմ համար, երբ որ իրանց ծակերին վախացնում են, այսինքն քո երեխային վախացնել, որ ոնց կարելի է մարդը նոր ճանապարհ անգնում, օգնի, իր լսի իրան, ինչ է ուզում, որտեվ չի կարելի ասել ամեն ինչին ասել, չէ, դա չես կարող անել, որտեվ լիքը բաներ, չէ, հələ մի հատ տես այնտեղ ինչ կա, որ շատ ավելի առողջ է, քան քո արդեն հնոտի մտածողությունը։ Արագ է շատ ժամանակը։ Բայց չէ, որ հիմա օրինակ, գուցե դուք ասեք ոչ, համաձայն չեք ինձ հետ, ես հարցի տեսքով եմ տալիս։ Այս նախընտրական շրջանը մենք տեսնում ենք։ Եկանք հասանք տեղ։ Չէ, հետ եմ գալու, միևնույնն է, որովհետև մենք խոսում ենք ոնց կոտրենք, ես աննտրեցի օրինաչափություն, ոնց կանգնացնենք։ Բայց մշակույթ ձևավորելով։ Վախի թեման վերջացնեմ։ Էդ էլ է մշակույթ։ Ուզում եմ ասել, այս նախընտրական քարոզչությունը էլի վախի վրա է հիմնված։ Մեզ չընտրեք, պատերազմ կլինի, մեզ չընտրեք, չգիտեմ, ITS զարգացումները որ կան, որովհետև մնացել ենք այդ մակարդակին, Գայանե ջան, մենք մնացել ենք այդ մակարդակին, այսինքն պայքարը ոչ թե գնում է գաղափարների համար, այլ պայքարը միշտ ձևավորվել է դիրքավորման համար։ Բայց մարդը պետք է դիրքավորվի այն ժամանակ, ես տնօրեն գնամ դիրքավորվեմ որպես տնօրեն, եթե այդ բանից, այդ գործարանից բան չեմ հասկանում, ինչի եմ դիրքավորվեմ։ Ոնց փոխվենք այդ վախը որպես գործիք, եթե ես չունեմ այդ գործարանը այնպես օգտագործելու այն գաղափարը, որպեսզի այդ գործարանը սկսի փայլատակել եւ միջազգային մակարդակի ապրանք արտադրել,
ես պատկերացնում եմ գնում եմ զբաղեցնում եմ մի մարդու տեղ, որ այդ ունի եւ ինքը այսօր չի այդ տնօրենը։ Այսինքն դիրքավորվելու որպես ղեկավարելու իմաստը որն է, ռեժիսուրա է սա։ Այսինքն ռեժիսորը երբ է սկսում գործել, երբ որ կա սցենար մշակված, հա, ամեն կադրը մշակված, ձայնը, կոմպոզիցիան, գույնը, ամեն ինչը մշակված, նոր հետո մատոր են տալիս։ Դա ինչ է, դա կազմակերպել է։ Դա ես ցանկացած պետություն ղեկավար մարդը, դա ռեժիսուրա է, առաջի հերթին, որովհետև չկա ռեժիսուրա, չկա կինո, չկա ռեժիսոր ղեկավար, չկա արտադրություն եւ այդպես, որովհետև հավաքվում են տարբեր մասնագիտության մարդիկ, որպեսզի կառուցեն ինչ կինո, ինչ գործարան, ինչ շինարարություն, ճարտարապետ, հələ տեսեք ինչքան մասնագիտություն ա պետք, որպեսզի Ես վերջերս մի բան էի դաշնամուրը օրինակ դաշնամուր սարքելու համար գիտեք մոտավորապես քանի մասնագետ է աշխատում այդ դաշնամուրը հավաքելու մեջ, հա, բազմաթիվ։ Այսինքն այնտեղ սկսած փայտը մշակելուց, լարը գործելուց, այդ բաները չակուճիկները խփող փայտի ձայնի չափի ձևի հələ տեսեք ինչքան մարդ է աշխատում կլավիատուրայի գծի չափի դրա հնչողության ինժեներներ, ակուստիկներ, ինչ աշխատում են, որ մի հատ դաշնամ այտենց ամեն այս միկրոֆոնը, որ այսօր ստեղ իմ առաջ լավ, իսկ ինչու եք դա օրինակ ասում եմ դա օրինակ եմ բերում, որովհետև գաղափարը երկիրը առաջ տանելու հենց այդ սցենարն է։ Եթե չկա սցենար, եթե չկա այդ տեսլական բառը շատ են օգտագործում այնց առանձնապես սրտով, այդ տեսնելու ունակությունը եթե դու չունես, դու ապուշ բաներ կարող ես ստեղից ընդեղից ինչ որ թեորիաներ վերցնես եւ ծրագրերի մասին եք աչքից խոսում։ Ես խոսում եմ քաղաքական գործիչների ծրագրերի, հա, առաջընթացի մասին եմ խոսում, որ միակ ես ես վերջես ասի ընդեղ այն երկիրը, որը պատկանում է մարդուն եւ ազատ է այդ մարդը, այդ երկիրը զարգացող երկիր կարող է դառնալ, որտեվ մանավանդ հայերին շատ ճնշել չի կարելի, ազատ է պետք թողնել, ազատ մարդը կարող է շենացնի, ազատ մտածողներին կրտել են, շատ անգամ կրտել են, սարքել են հատուկ կաղապարների մեջ ինչ-որ ֆորմաներ ընդունել, մեկը ռաբիզ, մյուսը սուտ պատրիոտ են, մյուսը սուտ փիլիսոփա են, մյուսը սուտ դերասան, սուտ, կեղծ, հասկանում ես, կենաց ասելու աստիճանի է եղել, բանակի զորավար մեծ զորքի հրամանատարը ոնց կարող է զինվորի կարագ ուտի օրինակ, ոնց անհնար է, չէ, այդ ինչ պետք է այդ զորքը անի, չի կարա, ոնց կարող է ճարտարապետին կցենենքում պրարաբները շինարարություն անեն, կփլվի, կքանդվի, այդ սովետական սարքած տները Գյումրու դրա համար կան, որտեղ այնտեղ ճարտարապետը ոչ մի բանի պետք չէր, իսկ ինչ է ճարտարապետը հենց այն երազող, կառուցող, մտածողն է, որը որ գծագրել, չափագրել էր, որպեսզի հենց նույն ճշգրտությամբ կառուցվի Բայց ընդեղ ասում են, չէ, դու գնայինք ով, մենք ցեմենտն եք ուտենք, մետաղն եք ուտենք, ես էլ կանենք, վերջում տունը քանդվում է։ Ասում են սովետական բանը կրթությունը բարձրորակ կրթում է, ասում են հիմար չեք, սովետական կրթությունը լավ լիներ, սովետական բնությունը չէր քանդվի, որովհետև կրթվածների հասարակությունը Հա, գիտությունը այդ առաջընթացն է։ Բայց փակ հասարակություն էր, ազատ չէր։ Փակ հասարակության մեջ էլ կրթությունը այնպեսին էր, ինչպեսին կար։ Այդ անորակ էր, այսինքն ազատ չէր։ Մարդուն մտքի համար, միտք մենակ մտածելու համար դատում էին։ Մտքի բան չի արել, այտենց է մտածել։ Հələ սարսափը պատկերացեք, փակ լինելու։ Ու ես ապուշիկներ կան, որ այսօր ինչ-որ սովետական միության, սենց գովքներն են, պլոմբիրն են հիշում բան։ Դե դա գաղութի այդ Չէ, սրանք գիտես ինձ թվում է տկար են, որովհետև մարդը պիտի տկար լինի, որ մտածի իր պետությունը, իր ավտոնոմիան, իր ինքնիշխանությունը
տանի դնի ինչ որ Վասյայի ոտերի տակ։ Իսկ այդ մեծ մասը դրանց այդ մտածողություն ունեցող է։ Լավ, մենք խոսում ենք վախերի մասին, թե ինչպես են հիմա այդ վախերը դարձել գործիք եւ դրսից են գործիք օգտագործում ներսի մեր հայ հասարակության համար եւ հիմա էլ տեսնում ենք ներսում են օգտագործում դա որպես գործիք իրենց քաղաքական այս ընտրարշավի ընթացքում կդառնաս թուրքի վիլայետ, եթե նրան ընտրես, կդառնաս ռուսի, չգիտեմ ինչ էր գուբերնիա որ բան անես, պատերազմ կլինի, կրկնեմ։ Եվ գանք են ամենասկիզբը մեր հարցի, մեր կորուստները մեր մեղքից են։ Մենք այսօր էլի մեղք են գործում։ Ի կորուստ ենք ունենալու։ Եվ ինչպես, դուք ասեցիք մշակույթը առաջ եմ գնում, եւ ինչպես կանգնացնենք այդ process-ը, որովհետեւ մարդիկ հասկանում են, նրանք չեն հավատում, այ դուք ասում եք, դուք էլ նշեցիք, որ կեղծ է, մարդը տեսնում է, որ դա կեղծ է, բայց իրեն անընդհատ այդ կեղծ սնունդն են տալիս։ Ես Թումանյանին պաշտում եմ Կիկոսի պատմությունը Թումանյանի, առակա, ինչի մասին է այդ առակը, մի հատ այդ միջինացված հայ մարդու մտածողության մեջ ինքը ինչ-որ մտածում է, արդեն փաստ է, այսինքն ինքը մտածեց, որ Կիկոս աղջկան ամուսնացրեց, հետո այդ աղջիկը երեխա ունեցավ, սրանք սաղ մտքեր են, ընդամենը իրա սուբյեկտիվ իրա վախերն են էլի նորից իրա եկած ախմախ մտքերն են, որը նստած մի քարին մտածում է, հետո դա փաստ է, արդեն որ ինքը գիտի, դա փաստ է, ամբողջ սարկազմը հենց սրա վրա է կառուցած։ Այսօր ինչի գնացի Թումանյանին, ինչի Կիկոսի պատմում, ես դրանց ասում եմ կիկոսագետներ, որոնք ինչ որ անալիզների հիման վրա կառուցում են, այսինքն այնքան ես ինչ որ խոսում եմ, սա սուբյեկտիվ է, եւ դա չի նշանակում վերջին ինստանցիայի ճշմարտություն, սա մարդիկ իրար հետ փիլիսոփայում են, բանավիճում են, որպեսզի բացահայտեն իրենց նախ, հետո բացահայտեն դիմացինին, եւ սա զարգացում է տալիս, այսինքն մենք ինչ-որ մի բանի կարող ենք գանք ռեզյումեի, կամ համաձայնվում ենք միասին, կամ մնում ենք նույն կարծիքին, բայց սա հարգանքով ենք անում, ոչ թե ես ասում եմ, որ դուք, ես կարող եմ ձեր մտքերը ջախջախել, դուք էլ իմ ես ջախջախել, բայց դա է իմ նպատակը, ոչ, դա առնվազն հիմարություն կլինի, դա չգիտեմ, դրա համար սպորտ գոյություն ունի, գնացեք ուժերը ինքնահաստատվող չկայացած մարդկանց հաստատ, ես Կիկոսին եկա, հիմա այդ Կիկոսագետները երբեմն իրանց մտածածը այնքան է հավաստի, փաստ է համարում ինքը, այդ փաստի վրա մի հատ ուրիշ բան է կառուցում, ու հետո այդ հերիք չի, այն աղջիկն էլ որ գալիս է, դրան այդ իր արդեն փաստերի վրա հիմնված ապուշությունը պատմում է, սա էլ զռոցը դնում է, հետո գալիս է այն մյուսը, վերջը այդ դրանց հայրը գալիս է ասում, դուք ապուշ չեք, դուք ընդամենը նստած ախմախ բաներից եք մտածում, ախմախ բաներ եք մտածում։ Հիմա այդ կիկոսագետները շատ են եւ այդ կիկոսագիտություն, ես ինձ թվում է դա մի հատ ինչ-որ առանձին ճյուղ ակադեմիկոսներ կան կիկոսագիտության, ու նենց չի որ բան իմաց մարդիկ չեն, հետո ես օրինակ խելացի մարդ համարում եմ ոչ թե նրանց ովքեր շատ գիտելիք ունեն, ես խելացի մարդը միշտ համարել եմ նրանց ովքեր ինչ որ գիտեն, կարողանում են օգտագործել, դա պետք է պտուղ տա մի ինչ որ բանի մեջ, աշխատանքի, ստեղծագործության, էնցիկլոպեդիական գիտելիք ունեցող մարդկանց այսօր կարիքը չկա, այսօր մի հատ կոճակը սխում ես ահագին ինֆորմացիա ամեն ինչի մասին իմանում ես, դա չի գիտելիքը իմանում, գիտելիքը ունեցածի վրա հիմնվել եւ դա աշխատանք կենթանի process է, անընդհատ սովորում ենք, ես Գայանե ջան, հիմա ինչ-որ բան քեզնից կսովորեմ, դու ինձանից ես սովորում, իրենք գնում ենք դրսից ենք սովորում, կարդում ենք, սովորում ենք, դիտում ենք, լսում ենք, ինչ-որ բաներ ենք բացահայտում, բացանում, բաներ, որոնք 10 տարի առաջ չտես չես մտածել, այսինքն մարդ, որը պատկերացնում ես 10 տարի առաջ նույնն է մտածել, ոնց որ այսօր ես դրան հիմար եմ համարում, մարդը անդադ փոփոխվող է, մարդը պիտի զարգանա, ու տարիքը այդտեղ կապ չունի, որտեղ մենք երեխայից ինչ ենք պահանջում, որ ինքը լավ սովորի, ինչ անի, սովորի,
Իսկ ով ասե որ 60 տարեկան մարդը դադարում է սովորելուց։ Մենակ սովորեցնում։ Ես նրանք ովքեր չեն սովորում ու սովորեցնում են, ես նրանց համարում եմ որ վատ բան են անում, որտեղ ուսուցիչը պետք է ինքը ամեն օր սովորի։ Ու տենց էլ կա, լավ ուսուցիչը իր աշակերտներից շատ բան է վերցնում։ Ու ես միշտ դպրոցական իմ տարիքից սիրել եմ այդ ուսուցիչներին, որոնք այդ քո պրպտելը իրանց հետաքրքրել է, հետդ նստել են, սկսել են զրույց անել ու զարմացել են, չխայնացել են, հա, ինչ որ բան դու ես չես հասկացել, բայց այդ ուսուցիչն է, այսինքն մարդիկ ովքեր սովորելու ունակ են, դրանք պիտի դասավանդեն համալսարաններում, դպրոցներում, մարդիկ ովքեր սովորելու ունակ են, դրանք պիտի ղեկավարեն պետություն, երկիր, գործ, գործարան, ովքեր սովորել են սիրում։ Մենք շատ անգամ անուն հանելը շատ հեշտ բան է, անուն պահելը դժվար է։ Անուն հանել երկու անգամ էկրանի ներևում, հա, իրան թվում է թե ինքը դերասան է արդեն։ Տենց չի, դերասանությունը մեծ արվեստ է եւ աշխարհի ամենադժվար գործերից մեկն է, որովհետեւ որևիցե բան, ես դերասանին գնացի, բայց որևիցե բանում հայտնի դառնալը իրավաբան կլինես, քաղաքական գործիչ, այդ պահելն է, թե դու ով ես, մեկը վաղ թե ուշ երևալու է, թե դու ով ես։ Շնորհակալ եմ գովազդ ենք հայտարարում եթերում, կշարունակենք մեր զրույցը, որտեվ ձեր խոսքերից նոր հարցեր ծագեցին։ Շատ լավ։ Գովազդ է եթերում սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում եմ։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում,
Զանգահարեք, գրեք, այցելեք։ Միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք ռեժիսոր Հրանտ Վարդանյանի հետ ենք զրուցում։ Պարոն Վարդանյան, մի քանի թեմաներ ուրվագծվեցին, չենք հասցնելու, բայց սկսենք թերևս այն հարցից, որի մասին խոսում էինք։ Մենք խոսեցինք այն մասին, որ տարբեր հաշվի առնելով մեր ժողովրդի այդ առանձնահատկությունը, որ ինքը պրպտող է, մտածող է, տարբեր ուղղություններով կարող է մտածել, տարբեր թիրախներ նախանշվեցին, հենց ընտրությունների թեման էլ կարելի է այստեղ դիտարկել, որովհետև դուք տեսնում եք ինչ նոր ամեն, չգիտեմ, այդ Facebook-յան էջերը բացում եք, 15 հոգի մեկ դնում են ու մեկ ընտրում, մեկ այլ 15 հոգի հավաքածու մյուս են դնում, այսինքն անընդհատ խճճված է ժողովուրդը, տարբեր թիրախներ, ինչի, որպեսզի իրար հարվածենք, իրար հետ համերաշխ չլինենք։ Կա արդյոք հնարավորություն, որ նախանշվի ինչ-որ առաջնահերթություն, դուք ասեք ծրագրեր, չգիտեմ, ծրագրերից դուք տեղյակ եք, 2-3 ամիս է մնացել, ես չեմ ասի, որ չգիտեմ ծրագրերը, բայց ձեզ եմ հարցնում։ Հիմա սենց բան ասեմ։ Հարցը վերջացնեմ ու ձեզ չեմ խանգարի։ Ուրեմն կա արդյոք հնարավորություն, որ մենք առաջնահերթություն ունենանք եւ ամբողջ ազգը որոշի, որ երկրի համար, ես չեմ խոսում ընտրությունների թեմայով, երկրի համար սա է առաջնահերթ եւ բոլորս միտվում ենք դեպի դրան, ոչ թե իրար դեմ, այլ հանուն, ոչ թե հակառակ ինչ-որ բանի, այլ հանուն ինչ-որ բանի, արդյոք դա հնարավոր է, թե չէ մեր պարագայում, թե մենք անպայման պետք է տարբեր ուղղություններով գնանք։ Չէ, այսօր նայեք, այսօր ստեղծվել է սենց մի հատ իրավիճակ։ Մենք շատ բարդ ճանապարհ ենք անցնում արդեն 35 տարի բարդ, որովհետև եւ ես մի բան ասեմ, որ 30 տարեկան երիտասարդներ կան, որոնք այդ անդադ բացասական վիբրացիաների տակ մեծացան։ Ես կարծում եմ, որ շատ քաղաքական գործիչներ պիտի սերնդից ներողություն խնդրեն այդ առումով։ Որ սերնդից։ Այդ 30 տարվա ծնված ապրած մարդիկ մեր սերունդը տարբեր բաներ է տեսել, բայց մենք ինչ-որ կարողն ենք եղել երազողների, մտածողների, այդ Երևանը շատ ստեղծագործ միջավայր ունեցող քաղաք ա եղել միշտ, համենայն դեպս իմ մանկության տարիները եւ իմ երիտասարդ դա կապ չուներ սովետական միության հետ եւ այդ իմ Երևանում սովետական միությունը չէին սիրում, դա սիրելու բան չէր, էլի հանկարծ մեկը մեր մոտ կոմսոմոլից խոսար, ուղղակի ինքը խնդալու առարկա կդառներ, սա չէր, ստեղծագործողներն էին շատ, գիտական աշխատողներն էին շատ, մշակութային գործիչներն էին շատ, այդ ստեղծելու, արարելու այդ ֆանտազիորների միջավայրն էր հետաքրքիր եւ հետո այդ դաժանությունները, սովը, ջարդը, պատերազմը, մթությունը կոտրեց մարտի 1-ին ինչ արեցին։ Այդ Ռոբերտ Քոչարյանը մեկ որ դեմքին նայում եմ, առաջի մարտն ա եղել, որ Երևանի փողոցներում մարդ ծեծեցին, իր օրոք եղավ, երբ որ ժողովուրդը դուրս եկեց, ասման ծեծել են։ Մարտի 1-ը բոլորը միասին կազմակերպեցին քափն էին առնում այդ ժողովրդից հասման, եւ ինչ են կոտրում էիք, ինչի, ոնց կարելի է երիտասարդներ են, չէ, ես միշտ դուրս եմ եկել բաների, երբ որ զգացել եմ երիտասարդներն են դուրս գա, որտեղ չի կարելի ծեծ կերած երիտասարդություն մեծանա, չի կարելի թույլ տալ ջահելին ծեծել, որտեղ դա վաղվա ծեծ կերածն է, ղեկավարը պետք է դառնա, չէ, այս երկրի քաղաքացի դառնա, չի կարելի այդ նման բան։ Այսենց վերաբերվել ենք մենք ինքներս մեզ, բայց տեղից չէի խոսում, եկա հասա դրան։ Մենք խոսում ենք, մենք կարող ենք հանուն ինչ-որ մի բանի, այնուամենայնիվ միավորել մեր ուժերը։ Ինձ թվում է մեր միավորման ոչ թե իրար բզկտենք։ Ամենակարևոր բանը պետություն ունենալն է։
Ես այսօրվա կառավարությունը, որ խոսում է այդ պետության մասին, շատ անգամ ծիծաղի առարկա են սարքում, որ այս ինչա վերցրել ես, փաթաթան արել ես, քարտեզը ցույց ա տալիս պետություն, չեն հասկանում, որ իրոք ոչ միջազգային, ոչ քաղաքատիրոջ կողմից ընդհանրապես ձեռ են առնում, չեն ընդունում, քո սահմանները անգամ չի ընդունել, հա, դու ու դրա համար այսօր այս սահմանը, մի հատ այս սահմանի վրա հավաքված պետություն դառնանք, ինտեգրվենք ամբողջ աշխարհին, դեպի Եվրոպա արևմուտք գնացող, զարգացող երկրներից կարողանանք սովորել, կրթվել, հա, ամրյանանք պետություն դառնանք ի վերջո, հա, այդ ինքն իրանք կամ մենք քաղաքականության մշակույթ չենք ձևավորել 30 տարի, որովհետև անընդհատ ոնց կարող է քաղաքականության մշակույթ ձևավորվեր ոչ ազատ մտածողների հասարակարգում, այսինքն ամբողջ քաղաքական դաշտը 120 հատ կուսակցություն, 120 հատի մեջ ոնց քանդես, էլի ռուսական, մոսկովյան ինչ որ բանը կա, կնիքը կա վրաները դրած, դեմոկրատ կլինեին, թե ազգայնական, մեկ ինչ որ բան կա, որ հասկանում ես, որ որտեղից են սնուցվել սրանք։ Ոնց որ այդ բազմազանությունն էլ հատուկ էր սարքված, որ ինչ էլ որ լինի, այդ կալպակի տակա լինի։ Անցյալով եք խոսում, գուցե այսօր է։ Ես այսօր փոփոխություն եմ տեսնում, այսինքն այսօր ոչ թե փոփոխությունները տեսնում եմ ես բանի մեջ, հա, միայն քաղաքական լիդերների մտածողության մեջ։ Չէ, այսօր փոփոխությունը ամենակարևորը ժողովրդի մեջ է տեղի ունենում։ Ժողովուրդը սկսում է հասկանալ, թե ինչ է նշանակում ազատ ինքնորոշում ունեցող ժողովրդավարություն ունեցող, լավ մոտեցող, ասենց ասեմ, հա, ժողովրդավարությանը մոտեցող, թե ինչ է տալիս, այսինքն դուք եք ստեղծում ձեր, դուք եք ընտրում, դուք եք կառավարում ու թույլ չեք տալիս, որ ձեր ունեցվածքը կողանան։ Այստեղ շատ կարևոր է եղել երկար ժամանակ այդ ֆեոդալական ցարական Ռուսաստանից մինչև սովետական միություն, այսօր Ռուսաստանը ինքը ֆեոդալական մտածողության տակ է մնացել։ Այսինքն կա տեր, ինչ են անընդհատ անձնավորվում, ինչի է մեր մոտ անընդհատ անձնավորվում, եւ դա ինստիտուցիոնալ չի մեր քաղաքականությունը կառուցվում, որովհետեւ այդ մոդելն է, այդ բոլշևիկները, մենք շատ ենք, դուք քիչ եք, մենք ճնշող ենք, էսա։ Այսօր ժողովուրդն է որոշում, չեն տա, այսօր կարծում եմ պետք է ժողովուրդը ամոթ զգա, որ իրան կաշառում են, հա, որտեղ հասկացավ այդ կաշառված երկրում ապրելը ինչա տալիս, դու բանակ չունես, դու պետություն չունես եւ դու խրթվիլակի պես բան ես, մի օրում գնում ես, դու որոշում ես քո պետության ընտանիքի հարցը որոշում ես, որ դու Եվրոասոցիացիան գաղափարի շուրջ աշխատանք ես անում, որ քո էկոնոմիկան, քո մշակույթը զարգանա, գնա, գա, շփվի։ Մի գիշերում քեզ ասում են «Не положено», ու վերջանում է, դա դանկցուցանիշներ են, որ դու ով ես, չկաք։ Դա էլ է մեղքերից մեկը մեր։ Դա մեր ազատատենչին մեր մեջ սպանելու հետևանքն է։ Ես այդ շարժումները, որ սկսում էին, ամենաշատը իմ սիմպաթիան եղել է նրանց կողմը, ովքեր որ անկախության գաղափարն են տարել առաջնահերթ։ Մենք անկախ պետություն չլինելով գնացինք մտանք նույն գաղութի մեջ, գաղութի կողքի, սա միշտ կրկնում եմ, որ բեյնները մտնի, էլի։ Մենք գաղութում նստած ենք, նույն գաղութում, գնացել ենք կողքի խուցը ազատագրելու։ Բայց երկուսը գաղութում ենք։ Այնինչ ես միշտ մեր մտավորներին եմ մեղադրում այդ տարիների, ովքեր այդ շարժումների բանի մեջ շատ լավ հասկանում էին ինչ է կատարում, եւ միակ տեղը, որտեղ կարելի էր բունտ անել եւ դրա դեմ խոսել, դա Մոսկվան էր, որտեղ ով ադրբեջանցին մեզնից հող չէր տարել։ Մոսկվան էր տվել, ինչի չգնացինք Մոսկվայի դեմ կռիվանելու վախեցանք, որտեղ Մոսկվան էր կազմակերպում այդ շարժումները ստեղ, որտեղ Մոսկվային պետք էր, որ պարսկական ազգիցը երբեք չաշխատի եւ ինքը իր գազը վաճառի ամբողջ Եվրոպային եւ աշխարհին։ Սա էկոնոմիկայի եւ քաղաքականության ազդեցությունների արդյունքում օգտագործված մի հատ ինչ որ ես զզվանք եմ հիմա ապրում, երբ որ հասկանում եմ, որ ինչ հազարավոր ազնվագույն տղեկ գնացին, պարկեցին հանուն
այդ գաղափարի, որովհետև հավատում էին, ժողովուրդը միշտ ազնիվ է եղել, այ նրանք ովքեր որ կանգնած են եղել այդ շարժումների դրանք են սրիկա, որովհետև այդ ազնվագույն տղերքը գնացին իրանց կյանքը տվեցին այդ ամեն ինչի համար, վերջում էլ սենց բանի վրա, ափսեի վրա տարակ հանձնեցիք, ով հանձնեց, Նիկոլը ոչ, դուք հանձնեցիք, որովհետև առաջի օրը եկաք Արցախում ռուսական լեզուն ընդունեցիք, կրոնը ընդունեցիք, իրանց ընդունեցիք, հասկանում էի, որ փրկության օղակ եք ման գալիս, բայց դուք այդպես էլ չհասկացաք, որ փրկվելու միակ ձևը ազատագրվելն է, որովհետև ձեզ տարան եվրոպական հեռուստատեսություններում, որ խոսեք, դուք գնացիք ընդեղից էլի սկսեցիք Ռուսաստանից խոսել, բայց ոնց գային ձեզ, լսեք, աշխարհը ձեռքը մեկնում է այնտեղ, որտեղից պահանջ կա, Այս չի էլի, որ գնում մտնում, հիմա եթե պարսկական ժողովուրդը այդ ոտքի կանգնած չլիներ, այդ մարդակերների դեմ, տասնյակ հազարավոր մարդկանց գլուխ կերավ ես ցույցերի բունտերի ժամանակ, սպանեց, կախում է, կախաղան են բարձրացնում, դեռ մարդակեր, հիմա եթե այդ ժողովուրդը հոգնել է ու դրա դեմ եթե չլիներ, ոչ մի երկիր չեր մտնի այդ միջամտությունները չեր անի, չեն անում, և եթե Արցախը ուզեր, որ ազատագրվեր, ուզեր, որ ոչ թե ռուսական զորքերը գային ընդեղ մտնեին, Ռուսաստանը բերեց Թուրքիային մտցրեց խաղադաշտ ու հանձնեց, ինչի այն առաջարկները, որ գան միջազգային այլ ուժեր, դա չաշխատեց, նրանք համաձայն չեն, որ պրոռուսական են, ոնց շվեդները գան, կամ հոլանդացիները գան ստեղ, ես ասում եմ, երբ որ եկան այդ խաղաղապահ ուժերը, կարող էր գային այդտեղ միջազգային խաղաղապահ ուժեր և նկարագիրը այլ լինել, բայց դա արդեն անցած բան է, պատմություն է, ես այդ վերքի վրա չեմ սիրում այդ աղլացնողներին, այսօր պետք է մտածել, ոնց անել, որ ամրանալ ենքան, որպեսի նստել այդ հարցերի շուրջ, սեղանների շուրջ լուծել այդ հարցերը, որտեղ դու, երբ որ ինքնուրույն ես, երբ որ քո դեսպանատները ոչ թե աշխատում են Մոսկվայի դիկտովկայի տակ, այլ աշխատում են քո երկրի շահերից ելնելով, քո դիվանագիտությունը դա է անում, այդ ժամանակ քեզ սկսում են քո հետ խոսել, քեզ հաշվի առնել, ցանկացած միջավայրում, և դա բնական է, դա կյանքում էլ է այդպես, են պապայի բալեն, պապայի տակ աճացրած մի հատ ինչ-որ մի հատ սուն կա էլի, դա որ խոսում է, բոլորը անլուրջ են վերաբերվում, բայց մի հատ այնտեղ ինքնուրույն գիտություն ստացած կրթված մարդը, որ գալիս է խոսում է ինչ-որ բան է իրենց ներկայացնում, դեմք է, տեսնում ես, որ բան է խոսում։ Ունենք այսօր այդպիսին։ Ես երիտասարդների մեջ շատ եմ տեսնում, ես տեսնում եմ այսօրվա քաղաքական դաշտում նոր դեմքեր, որոնք նույնիսկ չի, որ ամեն ինչի հետ համատեղ, բայց որ այդ ազատատային չեն, այդ տեսնում եմ, որ ժողովրդավար են մտածում, այդ տեսնում եմ, բայց դա բավարար է, որպեսզի երկիր ղեկավարեն։ Չէ, բայց դա բավարար է, որպեսզի պարլամենտում լինեն և այդ դիսկուրսները տեղի ունենան, կառուցողական ընդդիմություն է այսօր կարևոր պետք ունենալ, կա մեծամասնություն և ընդդիմություն, այս ընդդիմությունը պիտի կառուցողական լինի, որպեսզի երկիրը ժամանակ չկորի քաչալ շունես իրար անպատվելու վրա, էլի, խոսքը գնա այս գիտական ճյուղը կամ այն արտադրական ճյուղը կամ այս տուրիզմը ինչպես է, ոնց է պետք մեխանիզմները զարգացնել, ոնց կարող ենք մենք այս մեր մեծ հարուստ ազգը օգտագործել իշա ազգի, իշա պետության, այսինքն մենք կոմունիկացիոն մի հատ ազգ ենք, որ շատ արագ կարող է այս տարածաշրջանում գիտելիքի ֆորմուլաների կենտրոն դառնա, մանավանդ հիմա տեսնում եմ, որ այդ Nvidia-ն 5 տրիլիոն բյուջե ունեցող դա գիգանտ է մի հատ, դա գալիս է Հայաստան, ու դուք քմծիծաղով եք վերաբերում, լսեք, Nvidia-ն այսօր ավելի հարուստ է, քան Ռուսաստանը, բայց այդ Ռուսաստան երկողները Nvidia-ի բան են համարում, հասկանում ես, կարող են բան,
կամ ծիծաղով էր, դե հա այդ ինչ է, Թրամփը այդ ինչ, լսեք, ստեղ տարածաշրջանում հզորագույն փոփոխություններ է տեղի ունեմ, տիկտոնիկ շարժը ամբողջ աշխարհում, մենք եթե այս չօգտագործենք, մենք չկազմավորվենք, չգիտակցենք, չհավաքենք, փոխանակ այդ ձեր կապիտալը դնում եք ընտրությունների մեջ եք օգտագործում, ձեր երեխեքին ուղարկեք սովորելու վաղվա գիտելիքի իմացության, բայց դուք տանում եք ձեր նման խաշլամա ուտող եք սարքում ու կենաց ճառեր ասող եք ձեր երեխեքին սարքում, այս ամոթը 21-րդ դարն է, 5 րոպե առաջ ինչ որ խոսացինք արդեն հնություն է, մենք հիմա ամեն րոպեն շատ թանկ է, բայց հələ տես ինչ դատարկաբանության վրա է ամեն ինչ օգտագործում, ինչ ենք անում, էլի հա, կառուցողական չեմ, բոլորը իրար չեն էլ ուզում լսեն, որտեվ ընենց չի, որ այսօր մարդը գիտակից է, այսօր ինտերնետով աշխարհը ուսումնասիրում, ինդիվիդուալ ազատ է, ինքը իր միտքը կառուցում է, այնտեղ գիտությունն է կարդում, ուսումնասիրում, հա մշակույթ էլ կարող ես, այսօր կարող ես Քեմբրիջում, Օքսֆորդում սովորել, եթե ցանկություն ունես, ազատ ես, եւ այս ավտոնոմիան արդեն էլ ոչ մի դիկտատուրա չի կարող սա, ժողովուրդը ազատությանը սովորում է, երիտասարդները դրանց էլ չեք կարող տանել մտցնել այն խուցը, որից դուրս եք եկել բոլորդ, հա, եւ դուրս ենք գալիս, եւ ես դրա ջատագովն եմ, որ մենք ես այն ինչ որ երազել եմ 30-35 տարի առաջ, այսօր նոր ոնց որ ուզում ես տեսնում ես, հա, որ առաջ է շարժում, փոխանակ այս ծառը ջրենք, մենք ընկել ենք սղոցներն առել ենք, ուզում ենք կտրենք այդ ծառը, որը որ մեզ վաղը ծաղի կտալու, բերք կտալու, ինչ է ուզածները, շատերին լսում ես, ուղղակի ապշում ես, ասում ես, լավ ես 21-րդ դարի մարդ է խոսացողը, լուրջ, հետադեմ են, խելացի խոսքեր են օգտագործում, բայց միտքը տեսնում ես հնոտ է, թախտաբիթիոտ է արդեն, ժանգոտ է։ Փորձեմ իմի բերել, կրթված միտք ասում եք, մենք խոսում ենք ինչը կարող է լինել հիմքը, այն ամենի ինչը մենք կառուցում ենք եւ ուր ենք գնում, հիմքը, կրթված միտք ասում եք դուք։ Ազատ, այս ցանկացած միտք, եթե դա պատկանում է կռացածի միտք է, էլի միտք, ազատ հնարավորություններ, դա մեր երկիրը 5 տարում անճանաչելի բանի կբերի, հələ տեսեք, այսօր բուրգային այդ սիստեմը չկա, տեսեք ինչքան բան է, դժվար է, ես տեսնում եմ, որ դժվար է, դպրոց ենք կառուցում այսօր, ինչի, չենք ուզում, որ ինչի պտի գյուղի երեխան տարբերվի էլի իր դպրոցի բանին, ու վիրավորական է իմ համար, այդ գյուղի երեխայի ու քաղաքի երեխայի միջավայրը դպրոցական, պետք է տարբերվի, ինչի նահայի երեխա չի, այս պետությանը ձակը չի, այսօր որ դրանից սկսել ենք, դա շատ կարևոր է, նույնով այդ մանկապարտեզը, այդ սպորտ հրապարակը, սրանք էլեմենտար պրիմիտիվ բաներ են, որոնք ինքնըստինքյան պիտի լինեին միշտ, գալիս էին ասում են, մեզ ձայն կտակ ասֆալտ կանենք, այս չեք եղել, այսօր սիստեմատիկ օրեն այդ ասֆալտապատումը գնում է, էլի որակը կարող է այն չի ինչ-որ միջազգային, բայց այդ դեպի գնալու ճանապարհը ինձ այսօր շատ ավելի դուր է գալիս, հա, քան այդ հնոտիների կիկոսագիտության շուրջ խոսակցությունները, էլի, վախացնել է այդ, չի կար շանվորդիություն եմ համարում, այդ վախացնել, իրար վախացնել, այս կլինի, այս կլինի, լսի, դու ով ես, չէ որ դու որ բարձրաձայնում ես, այդ բանը պանիկան գցում ես ամեն ընտանիքի մեջ է գնում, մենք ստեղից անդադ հիմա բացասական բաներ խոսենք, մեզ լսողը, իր ընտանիքում, լսի, 1, 2, 3, սկսում է այդ բանի մեջ, այդ ներվի մեջ ապրել և մենք պարալիզացնում ենք, խանգարում ենք, այդ ընտանիքի վաղվա բարի լույսին։ Պարոն Վարդանյան, փորձում եմ էլի նորից այսպես ձևակերպումներով ոնց որ ամփոփենք։
Լավ, սենց ձևակերպեցի, ազատության համը գիտակցող Այո։ եւ կրթված միտք։ Մի բան ասեմ, ազատությունը դա գաղափարախոս է, դա ֆիզիկական զգացում։ Դե դրա համար ասի համը, Հա, ճիշտ է, համը զգացող, շատ ճիշտ է, գիտակցող, որ դու գիտակցող։ Այո։ Որտե ես ֆիզիկապես եմ զգում, որ անազատ եմ։ Երազելու ունակ, ունակություն։ Ֆանտազիորներին է պետք է առաջ տալ։ Հատուկ չէ, հստակ գիտակցել առաջնահերթությունները, երկրի շահը։ Երկրի շահը, երկրի օրենքը, երկրի նիստուկացը, դրա մշակույթի ձևավորումն է Օ, այդ շատ կարևոր բան եք ասում։ Դրա մշակույթի որտեղ երբեմն որ մշակույթից խոսում են, իրանց թվում է թե ասում ես բանը Եղարվեստը, կինոն, սա չի, ինձ վարորդի մշակույթից մինչև հավաքարարի մշակույթ, փողոցը քար շարողի մշակույթ Այս մշակույթն է, որ մենք իրար հետ հաղորդակցվելու մշակույթ։ Այո, հաղորդակցվելու մշակույթ, այդ քաղաքային, ինչի քաղաքային, որովհետև գյուղական հաղորդակցվելու մշակույթը աշխարհի չափ սիրում եմ, բայց ինստիտուցիոնալ պետականաշինության համար դա քաղաքային փիլիսոփայությունն է ավելի այդտեղ կարևորվում, որովհետև այդտեղ ինստիտուտներն են, իսկ ամենակարևոր ինստիտուտը փողոցը, բակը, ընդհանրական է, մենք հասարակության մեջ ենք մեծանում, ապրում եւ դու այդտեղ ես ձևավորվում որպես դիվանագետ, որտեղ կա մեծ եւ փոքր, որտեղ կա հարևան, որտեղ կա Փողոցի դպրոցը։ Փողոցի, հա, դա բայց դա էլ անցավ, դա նեոռեալիզմի ժամանակաշրջանում, այսօր ուրիշ ֆորմա է ընդունում, այսօր այդ հասկացողությունը միևնույնն է կա, այսօր ինքը սովորելու շատ տեղեր է։ Եվ վերջինը պետական մտածելակերպ, դա վերաբերում է միայն պետական այրերին, թե դա ներքևից էլ է գալիս պետական մտածելակերպ։ Դուք նշեցիք։ Մարդուց է գալիս։ Այո, մարդն է, այդ ձևավորում իր իշխանությունը։ Իշխանությունը չի։ Պողոսն ու Պետրոսը հենց բերում դնում են, դա արդեն իմ ու քո իշխանությունը չի։ Այսինքն այնպիսին ինչպիսին իշխանությունն է, դա ներքևից է եկել։ Մենք վատ ենք, մենք զարգացած ենք, մեր իշխանությունը զարգացած է։ Մենք ցածր վիբրացիաների մտածողություն ունենք, մեր նույն եթե ընտրությունը ազնիվ է։ Այսինքն ընտրել ենք, էս ենք ընտրում, մենք սա ենք ուզում։ Ուրեմն մնացածը այսինքն դրա համար եմ ասում, մենք ինչքան ես միշտ ասում եմ մտածող գլուխները ինչքան շատանան մեր երկրում, ազատ մտածող գլուխները, այնքան մենք ավելի բարվոք վիճակի կգանք, արագ կաշխատի ամեն ինչ։ Շնորհակալ եմ շատ այսօրվա զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Հրանտ Վարդանյանի հետ էինք զրուցում ռեժիսոր։ Խոսեցինք ամեն ինչից, բայց այդ ամեն ինչը ոնց որ հենց քաղաքականությունն էր մեր այսօրվա, որտեվ պարտադիր չի, քաղաքականությունը այն չի էլի, որ կոնկրետանում են, սկսում են իրար միս ուտել, չէ, սա փիլիսոփայությունն է, ստեղծագործական աշխատանք է, քաղաքականությունը ամենաստեղծագործական աշխատանքներից մեկն է պետք համարել, տենց չի, լոզունգներ չի, դա ստեղծագործել է, բարի ճանապարհ նրանց ովքեր ունակ են, կարող են, երազում են ու մտածում են, թե չէ այդ կաղապարվածներին պետք է մոռանալ ընդհանրապես։ Շնորհակալ եմ, ռեժիսորի վահանակը այս պահին էլ ձեր ձեռքին էր փաստորեն։ Շնորհակալություն։ Կներեք։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, զրուցում եմ ես Գայանե Առաքելյանս։ Բարին ընձեզ։